Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Իրավիճակը կրկին լարվում է մերձավոր արևելքում։ Ժամեր առաջ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել երկրի ուղղությամբ։ Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ հարվածներից հետո Ֆուջեյրայի նավթային գոտում խոշոր հրդեհ է բռնկվել։ Հաղորդվում է նաև, որ Դուբայի և Շարժայի օդանավակայաններում չվերթները ժամանակավորապես կասեցվել են։ Մինչդեռ Իրանը հերքում է տեղեկությունները։ Իրանի պետական հեռուստառադիոընկերությունները հղում անելով բարձրաստիճան ռազմական աղբյուրի հայտնում է, որ Թեհրանը չի ունեցել և չունի Արաբական Միացյալ Էմիրությունների վրա հարձակվելու ծրագրեր։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը կջնջվի երկրի երեսից, եթե հարձակվի ամերիկյան նավերի վրա։ Նա նշել է, որ Իրանը դարձել է ավելի զիջող բանակցություններում և ընդգծել, որ տարածաշրջանում ամերիկյան ռազմավարական ներկայությունը շարունակում է աճել։ Մենք ունենք ավելի շատ զենք և շատ ավելի բարձր որակի զինամթերք, քան նախկինում էր։ Մենք ունենք լավագույն սարքավորումները։ Մենք սարքավորումներ ունենք ամբողջ աշխարհում։ Մենք բազաներ ունենք ամբողջ աշխարհում։ Դրանք բոլորը համալրված են տեխնիկայով։ Մենք կարող ենք օգտագործել այդ ամենը, և մենք դա կանենք, եթե դրա կարիք ունենանք։ Մինչ մերձավոր արևելքում լարվածությունը աճում է, ռուս-ուկրաինական ճակատում հայտարարվում է ժամանակավոր հրադադար։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մայիսի 8-ին և 9-ին հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձի առիթով կգործի հրադադար։ Մոսկվան ակնկալում է, որ Կիևը ևս կպահպանի այն։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը լռության ռեժիմ է հայտարարել։ Մենք կարծում ենք, որ մարդկային կյանքն անհամեմատ ավելի մեծ արժեք է, քան ցանկացած տարեդարձի տոնակատարությունը։ Այդ կապակցությամբ մենք հայտարարում ենք լռության ռեժիմ, սկսած մայիսի 5-ի լույս 6-ի կեսգիշերից։ Արդեն 2 օր է Ուկրաինայի նախագահը Երևանում է։ Նա մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վլադիմիր Զելենսկիի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ գործակցությունը, նաև տարածաշրջանային ու գլոբալ զարգացումները, ընդգծելով խաղաղության կարևորությունը։ Երևանում ընթացող գագաթնաժողովին ուշադիր հետևում են նաև Մոսկվայում։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կոշտ գրառում է արել, քննադատելով միջոցառման մասնակիցներին։ Այսօր Երևանում 2 անուղեղ ռուսաֆոբներ, որոնք գերազանց խոսում են ռուսերեն, վատ անգլերեն են խոսել իրենց թերարժեքության պատճառով։ Չնայած հնարավոր է, որ սա եղել է տեսախցիկի առջև, իսկ հետո նրանք զրուցել են իրենց ծանոթ, հիանալի և հզոր լեզվով։ Պակասում են միայն Թրամփն ու Վենսը, որպեսզի տգետներին անգլերենով խոսելու հնարավորություն տան։ Ռուսական մեդիան ևս ակտիվորեն անդրադառնում է գագաթնաժողովին, տարբեր շեշտադրումներով ներկայացնելով հատկապես Զելենսկիի մասնակցությունն ու ելույթը։ Դիտենք ռեպորտաժը։ Ռուսաստանի Դաշնությունը հետևում է Հայաստանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքին։ Ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում է հատկապես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը։ Ռուսաստանի հիմնական հակառակորդը Հայաստանում է առաջին անգամ։ BBC ռուսական ծառայության փոխանցմամբ Հայաստան այցի նախօրեին Ուկրաինայի նախագահը հանդիպումների համար ուրվագծել է 3 հիմնական նպատակ։ Պատերազմի արժանապատիվ ավարտը, ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի օգնության արագացումը և Ուկրաինայի օդային պաշտպանության համակարգի ամրապնդումը։ Զելենսկին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ կիրակի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմենի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ռազմական օգնությունը և Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության բանակցությունների կարգավիճակը։ ՌԻԱ Նովոստին էլ ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի նշել Բրյուսելի կողմից Ուկրաինային ավանդական աջակցությունը Հայաստանում կայանալիք Եվրոպական հանձնաժողովի 8-րդ գագաթնաժողովի օրակարգի գերակա խնդիրների շարքում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է, որ քննարկելու են եվրոպական համագործակցությունը, մասնավորապես 3 ոլորտներում՝ էներգետիկա, անկախություն, պաշտպանություն ու անվտանգություն և հուսալի մատակարարման շղթաներ։
EA Daily-ն էլ մեջբերել է ուկրաինացի լրագրող եւ հեռուստահաղորդավարուհի Դիանա Պանչենկոյի գրառումն իր տելեգրամյան ալիքում։ Լրագրողը գրել է, որ ԵՄ առաջնորդները Հայաստանում են ընտրությունից առաջ Փաշինյանի համար հող նախապատրաստելու նպատակով, ապա Հայաստանն իրենց շահերի համար օգտագործելու համար։ Ուկրաինացի լրագրողը ծիծաղելի է համարել այն փաստը, որ Զելենսկին հրավիրվել է միջոցառմանը։ Svobodnaya Press-ն եւս կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է Բրյուսելից ընտրական բոնուս ստանալը Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի տեսքով։ Այս միջոցառումն այդքան թունավոր չէր լինի, եթե Զելենսկիի ներկայությունը չլիներ, որն ամբողջությամբ փոխում է միջոցառման իմաստը։ Հայաստանի Հանրապետության ապագան քննարկելու փոխարեն ամբողջ ուշադրությունը կկենտրոնանա Ուկրաինայի զինված ուժերի համար նոր խրամատներ խնդրելու վրա։ Կայքը հայ ընտրողներին հիշեցրել է, որ Զելենսկին վերջերս հանդիպել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ եւ բացահայտորեն հիացել Ղարաբաղյան հարցի ուժային լուծմամբ, գրել է ռուսական լրատվամիջոցը։ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովն էլ կարծում է, որ Եվրոպան Հայաստանում ցանկանում է իր ուժը ցույց տալ Միացյալ Նահանգներին։ Պաշտոնյան Newsroom-ին տված հարցազրույցում է նման հայտարարություն արել։ Մոսկովսկայա Կոմսոմոլեցն էլ ընդգծել է Զելենսկիի ժամանումը Հայաստանի մայրաքաղաք ավելին է, քան պարզապես դիվանագիտական արարողակարգ։ Ռազմական եւ քաղաքական հակամարտությունների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Անդրեյ Կլինցևիչը համարում է, որ սա պաշտոնական Երևանի կողմից եւս մեկ ցուցադրական քայլ է, որը հաստատում է եվրասիական ինտեգրման իրողություններից վերջնական խզման ուղղությունը։ Նա կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունը կարծես որոշել է ամբողջությամբ փոխել իր առաջնահերթությունները, հենվելով արևմտյան երաշխիքների վրա, որոնք կրիտիկական պահին կարող են պարզունակ թղթի վրա խոստումներ լինել։ Սեդամ Ակադյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Գագաթնաժողովին Զելենսկիի մասնակցությունը ըստ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կարող է ընդգծել Հայաստանի արտաքին քաղաքական անհավասարակշռությունը, ստեղծելով նաև ռազմավարական ռիսկեր։ Արտաքին քաղաքական անզգույշ, կտրուկ եւ ամբովանդակ մանիֆեստները բացառապես ներքին լսարանում դիվիդենտներ շահելու նպատակ են ունեցել։ Դրա հետևանքով Հայաստանի նման խոցելի դիրքում գտնվող երկրում հավասարակշռված եւ մտածված քաղաքականություն վարելու փոխարեն Փաշինյանն իրեն հռչակել է որպես Հայաստանը Եվրոպա տանող։ Սակայն եթե մի քանի տարի առաջ այս մակերեսային ծրագրին հավատացողներ կային, այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանը Եվրոպային ոչ մի քայլով չի մոտեցել։ Փոխարենը դարձել է աշխարհաքաղաքական հակադրության մարտադաշտ։ Այդ համատեքստում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն իր օրակարգով ընդունվելիք հայտարարություններով եւ այնպիսի գործիչների ներկայությամբ, ինչպիսին է Վլադիմիր Զելենսկին, կարող է ավելի ընդգծել Հայաստանի անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը, խորացնելով մտահոգությունները նման ընթացքի տնտեսական ու անվտանգային բացասական հետևանքների վերաբերյալ։ Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յիլմազը։ Փաշինյանի խոսքով զրույցը բավական արդյունավետ է եղել։ Քննարկել են տարածաշրջանային գործակցության հնարավորությունները, բայց ամենաուշագրավը Անիի պատմական կամրջի վերականգնման մասին պայմանավորվածությունն է։ Կողմերը արձանագրություն են ստորագրել Անիի պատմական կամրջի համատեղ վերակառուցման մասին։ Հավատում ենք, որ գործակցության այնպիսի խորհրդանշական եւ գործնական ոլորտները, ինչպիսին այսօր փոխըմբռնման հուշագրով ստորագրված Անիի կամրջի համատեղ վերականգնումն է, իրենց նպաստը կբերեն տևական խաղաղության եւ անվտանգության ոլորտի ձևավորմանը։ Միաժամանակ Հայաստանը խորացնում է կապերը նաև Մեծ Բրիտանիայի հետ։ Երկու երկրների վարչապետները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Փաշինյանի խոսքով սա նոր փուլ է հարաբերություններում, որը հիմնված է ընդհանուր արժեքների եւ երկարաժամկետ գործակցության վրա։ Well, thank you very much. It is. So let me recall host thank you for working on ours. These steps are never easy. They're very important. Երևանում է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրա պատվին նախագահական նստավայրում կազմակերպվել է պետական ընթրիք։ Մինչ այդ տեղի է ունեցել պարգևների փոխանակում։ Մակրոնը պարգևատրվել է Հայաստանի Փառքի շքանշանով, իսկ Վահագն Խաչատուրյանն ու Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Պատվո լեգիոնի մեծ խաչ շքանշանով։
1802 Պարգևատրումից հետո սոցցանցերում հայտնվել է տեսանյութ, որտեղ Նիկոլ Փաշինյանը թմբուկ է նվագում, իսկ Էմանուել Մակրոնը երգում է։ Երկկողմ հանդիպումներին նախորդել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որը Երևանում համախմբել է տասնյակ համաշխարհային առաջնորդների։ Ի դեպ, այս ձևաչափը ձևավորվել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Եվրոպայի անվտանգության հարցերը համատեղ քննարկելու նպատակով։ Թե ովքեր են Երևանում եւ ինչ ուղերձներով են արդեն հանդես եկել, Անի Աբախյանի ռեպորտաժում։ Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Բելգիայի, Նորվեգիայի, Իտալիայի, Չեխիայի, Լեհաստանի վարչապետները Երևանում են։ Հայաստանում են Եվրոպական միության ղեկավարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին առաջին անգամ մասնակցել է նաև Կանադայի վարչապետը։ Հայաստանում է նաև Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Ելմազին, թե ինչու են խախտել ձևաչափը, պարզաբանում չկա։ Ի դեպ 2008-ին նախագահ Գյուլի այցից հետո Ելմազը Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ Երևան է եկել։ Ադրբեջանի նախագահը գագաթնաժողովին միացել է տեսակապով։ Ալիևն արցախցիներին կոչել է սեպարատիստներ, անդրադարձել նաև ԵԽԽՎ-ի վերջին բանաձևերին եւ կառույցին մեղադրել երկակի ստանդարտներ կիրառելու համար։ Նրա խոսքով Եվրոպական խորհրդարանը 5 տարում Ադրբեջանի դեմ 14 բանաձև է ընդունել, ինչը սևեռում է ցույց տալիս։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո 2021-ից մինչև 2026 թվականը Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Վերջինը այս գագաթնաժողովից ընդամենը 4 օր առաջ։ Եվրոպական խորհրդի նախագահ Ռոբերտա Մեցոլան որոշել է շատ արագ պատասխան տալ Ադրբեջանի նախագահին։ ԵՄ խորհրդարանը ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերը ընդունվում են մեծամասնության ձայնով։ Դրա արդյունքները գուցե անհարմարություններ են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը եւ այն դիրքորոշումը, որը որդեգրում ենք։ Փաշինյանը խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին հույս է հայտնել Ադրբեջան գնալ 2028-ին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովին։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Նրա խոսքով հայ-ադրբեջանական համաձայնությունների շնորհիվ բարելավվել են Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները։ Երևանում հակառուսական առաջին հայտարարությունը Ուկրաինայի նախագահն է հնչեցրել։ Մենք պետք է Պուտինին մղենք դեպի դիվանագիտություն։ Այս ամռանը Պուտինը պիտի որոշի, թե ինչ է անելու, ավելի է ընդլայնելու պատերազմը, թե անցնելու է դիվանագիտությանը։ Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ելույթ է ունեցել նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Համաշխարհային էներգակիրների գների տատանվողականությունը ցավալի վնաս է պատճառում մեր մրցունակությանը, բայց մենք ունենք նաև ակտիվներ Եվրամիության ներսում արտադրվող էլեկտրաէներգիայի վերականգնվող էներգետիկայի տեսքով։ Պետք է մեր էներգետիկ կախվածությունը շատ ավելի հուսալի ու ամուր կապենք ներքին արտադրության ավելի էժան ու կանխատեսելի էներգիայի աղբյուրների հետ։ Ավելի վաղ ուկրաինացի լրագրող եւ հեռուստահաղորդավարուհի Դիանա Պանչենկոն գրել էր. Երևանում կստորագրվի Հայաստանի էներգետիկ ոլորտի վերացման մասին համաձայնագիր։
Մայիսի 5-ին Եվրամիության արտգործնախարարը կգա Երևան, կմասնակցի Եվրամիություն Հայաստան գագաթնաժողովին եւ նույն օրը կմեկնի Ադրբեջան։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Կայա Կալասը Բաքվում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Սակայն գագաթնաժողովի առանցքային առանձնահատկությունը ոչ միայն մասնակիցների լայն աշխարհագրությունն էր, այլ նաև հնչած ուղերձների տարբերությունը։ Միևնույն հարթակում հնչեցին երկու տարբեր մոտեցումներ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր խաղաղության, երկխոսության եւ հարաբերությունները ավելի կազմակերպված եւ կանխատեսելի դարձնելու մասին, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը մասնակցում էր հեռավար, ընտրել էր այլ ուղղություն։ Նրա ելույթը հիմնականում բաղկացած էր քննադատություններից եւ մեղադրանքներից։ Ինչ կարելի է հասկանալ այս հակադրությունից, քաղաքագետն է բացատրում։ Ես կարծում եմ, որ առաջերտին պետք է կոնտեքստը հաշվի առնենք։ Ընդամենը օրեր առաջ ԵԽԽՎ-ն բանաձև էր ընդունել, որտեղ կոչ էր անում, որ արցախցիները պետք է վերադառնան իրենց տարածք գերիների մասով, որ այդ մարդիկ պետք է վերադառնան Հայաստան, եւ այդ առումով Ադրբեջանը առաջերտին իրենց ուղղված հայտարարություն արեց, խոսքը Ադրբեջանի նախագահի մասին է, եւ շատ կարևոր է այն, որ այդ հայտարարության ժամանակ ներկա էր Հայաստանի ղեկավարը, գործող վարչապետը, որը լռեց։ Դա ազդանշան էր Եվրոպական միության ղեկավարներին, որը հատեսեք դուք հայտարարություններ եք անում Արցախի հետ կապված, բայց Հայաստանը որևէ խնդիր չունի եւ նման պահանջներ Հայաստանը չունի։ Այդ առումով նա ցույց տվեց Եվրոպական միությանը, որ ձեր խնդիրը Հայաստանի վարչապետը չի կիսում։ Մինչ Նիկոլ Փաշինյանը եվրոպացի առաջնորդների հետ խաղաղության, երկխոսության եւ կանխատեսելի հարաբերությունների մասին, Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգությունը։ Ստեփանակերտում ավերվել են 1915 թվականի հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված Սպիտակ մարմարե զանգակատունը։ Այն ներառում էր նաեւ մասունքարան դերձորից բերված մարդկային աճյուններով։ Միջոցառման ընթացքում ուշադրություն է գրավել նաև մի դետալ՝ Իլհամ Ալիևի սեղանին դրված Իսթիսու հանքային ջուրը, որը Ադրբեջանում օգտագործվում է հայկական ջերմուկի անվան փոխարեն։ Պատահական էր արդյոք Իսթիսուի հայտնվելը Ալիևի սեղանին, ռեպորտաժում։ Խաղաղության մասին երկար ճառ, իսկ սեղանին ջերմ ջուր, որը սակայն դրվել էր պաղ հաշվարկով։ Եվրոպական քաղաքական համայնքի Երևանյան գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապով միացավ իր առջև դրված Իսթիսու մակնշմամբ հանքային ջուր։ Անվանում, որը Բաքուն օգտագործում է հայկական ջերմուկ քաղաքի համար։ Պատահականություն, թե սիմվոլիկ մեսիջ։ Ալիևը ինչ պետք է անի, որ մենք ի վերջո հասկանանք, որ այո, դոկտրինալ տեսլական Ադրբեջանի դա Հայաստանի Հանրապետության ադրբեջանացումն է, որ իրենք չեն էլ թաքցնում, ախր գիտեք, զավեշտը դրանումն է։ Քողարկված չեն, բացահայտ ասում են, բացահայտ անում են։ Ջուր են դրել սեղանին։ Իրանց մոտ հենց այնպես դա չի անցնում։ Տեղանունների շուրջ պայքարը նոր չէ, ջերմուկ անունը հիշատակվում է դեռ միջնադարյան աղբյուրներում։ Օրինակ Ստեփանոս Օրբելյանի մոտ, մինչդեռ Իսթիսու տարբերակը շրջանառվել է ավելի ուշ, ռուսական քարտեզների վարչական գրանցումներում, բայց այսօր այդ անվանումը դառնում է ոչ թե լեզվական, այլ քաղաքական գործիք։ Ալիևի սեղանին հայտնված շիշը հենց այդ գործիքի ցուցադրությունն էր։ Իմանալով հանդերձ, որ Բաքվին ներվայնացնում է եւ ջղայնացնում է Եվրոպայի անդրադարձը Ադրբեջանում, մարդու իրավունքի, Արցախի այդ հայաթափման եւ հայերի վերադարձի իրավունքի խնդիրը, Բաքվի քաղբանտարկյալների խնդիրը, դա Բաքվում բավականին լուրջ ներվայնություն է առաջացնում։ Մանկեր, եթե դու ուզում ես ինձ հետ բիզնես անես, ուրեմն բիզնես արա իմ պայմաններով։ Հետևաբար Ադրբեջանի դեմարշն այսօր ուղղված էր նաև Եվրոպային, ասում է ադրբեջանագետը։ Ստացվում է երկշերտ հաղորդագրություն։ Մի կողմից սովորում ենք խաղաղ ապրել, մյուս կողմից սեղանին դրված հանքային ջրով խոսում բացահայտ հավակնությունների մասին։ Մինչդեռ Եվրոպական գագաթնաժողովից ընդամենը 1 շաբաթ առաջ Բաքվում հերթական շնորհանդեսներ նվիրված Երևանի իբր ադրբեջանական անցյալին։ Սա գիտեք ամենազազվելին որն է։
հայկական իշխանությունները շատ հանգիստ իրենց եվրոպացի գործընկերների հետ նստած նայում են նույն այդ Ալիևի դեմքին, Հայաստանի դեմքին, նայում են այդ շշին, որտեղ գրված է ջերմուկի անվանումը, աղաբակված քերենով եւ ծպտուն չեն հանում։ Իսկ մենք վախենում ենք անգամ Արարատի պատկերից, պնդում է Աբովյանը։ Իսթիսու անվանումը թյուրքական ծագում ունի եւ բառացի նշանակում է տաք ջուր։ Այդ անվանմամբ հանքային ջրի արտադրություն գործում է Քարվաճառի շրջանում, որը գտնվում է ջերմուկին հարակից լեռնային գոտում։ Իսթիսու հանքային ջրի արտադրությունը Քարվաճառում սկսվել է 2024 թվականից։ Գործարանի բացմանը մասնակցել է նաև Իլհամ Ալիևը։ Սեդակ Յուրեղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Մինչ ներսում ընթանում էր գագաթնաժողովը, դրսում բողոքի ակցիա էր։ Մասնակիցները փորձում էին եվրոպացի առաջնորդների ուշադրությունը հրավիրել ներքին խնդիրների վրա։ Ակցիայի մասնակիցները փորձել են նաև նամակ փոխանցել Հայաստանում գտնվող ԵՄ պաշտոնյաներին, սակայն նրանց թույլ չեն տվել մոտենալ պատվիրակություններին։ Չի ներվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի հանդեպ ձեր այս դաշատ վերաբերմունքը, դաշնությունը արտահայտվում է ոչ միայն ձեր գործողություններով, այլ ձեր անտարբերությամբ։ Միշտ հիշեք, Հայաստանում հիշելու են, որ օրվա ղեկավարությունը Եվրամիության, նրանք ամբողջովին դեմ են ժողովրդավարության, մարդու իրավունքների, նրանք դեմ են իրավունքին, նրանք միայն ու միայն իրականացնում են, կրկնում են ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների պատվերը։ Shame on you! Shame on you! Քաղաքական գործիչների մի մասը եւ փորձագետների մի մասը ասում են ցեղասպանություն, մյուս մասը էթնիկ զտում։ Պարզապես ցեղասպանության իրավական գնահատականից խուսափելու համար, ոչ ավելի։ Բայց նույնիսկ եթե քննարկում ենք, թե արդյոք ցեղասպանություն է, թե մարդկության դեմ հանցագործություն, էությունը չի փոխվում։ Ոչ պատասխանատվության տեսանկյունից, ոչ էլ իրավունքների վերականգնման լուծումների տեսանկյունից։ Եվ այս առումով ես կուզեմ հիշեցնել, որ մեր վերադարձի իրավունքը ոչ միայն ապրիորի է, բխելով միջազգային իրավունքի տարբեր հաստատքներից, այլ նաև կոնկրետ է եւ անմիջական։ Համալիրի դիմաց էին նաև անհայտ կորած զինծառայողների հարազատները։ Նրանք ևս փորձում էին գրավել Երևան ժամանած եվրոպացի առաջնորդների ուշադրությունը։ 6 տարի սպասում ենք մեր երեխաներին, բայց անարդյունք։ 6 տարի պայքարում ենք, բոլոր իշխանական դռների, բոլոր կառույցների դռները ծեծել ենք, բայց ոչ մի արդյունք։ Մեր իշխանությունը երբեք չի հետաքրքրվում մեր երեխաների հարցով։ Այն երեխաների, որոնց արյան գնով, որոնց կյանքի գնով իրանք ձեռք են բերել խաղաղություն կոչեցյալը, որոնց շնորհիվ իրանք այսօր ապրում են, իրանց երեխաներին երջանկացնում են։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում են տեղումներ։ Երևանում այսօր ցերեկը սպասվում է 20-ից 22, իսկ երեկոյան 8-ից 10 աստիճան տաքություն։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 12-ին է։ Կհանդիպենք։